Ողջույն։ Շարունակենք հաստատակամություն թեման։ Նախ նշեմ, որ գնալով այս թեման ավելի արդիական է դառնալու եւ շատերն են սկսելու խոսել այս թեմայով, ոչ միայն, ասենք, համացանցային տիրույթում, այլ սովորական կյանքում։ Սկսեմ ինձանից, որ ես երբ արդեն երկար հաստատակամության անցա, ամիսներով, տարիներով, զգացի, որ իմ մոտ, դե ես բնավորությամբ ավելի ամաշկոտ եմ, բայց զգացի, որ իմ մոտ ամաշկոտությունը, քաշվածությունը մարդկանց դեմքին, ասենք, խոսալուց շատ ժամանակ չէի նայում, իսկ հետո անցավ այդ ամենը, բացի այդ ավելի դիմացկուն դարձավ, ֆիզիկական ուժով ավելի շատացավ, դա սպորտով եմ զբաղվում, սպորտային ուժս շատացավ, այտենց հետաքրքրությունները փոխվեցին կյանքի, էլի, ես բացատրեմ ինչ է, այնց էներգիա է տալիս հաստատակամությունը, սկզբի օրերը առաջ 2 շաբաթը անսովոր է լինում, բայց էներգիան շատանում է, դրա համար ես առաջարկում եմ, ով հաստատակամության անցնում, պետք է սպորտով զբաղվի, գիտելիքները շատացնի, շփումներ ունենա, լավ ընկերություն, նոր մարդկանց հետ ծանոթություն, դա օգնում է, որ հետ չգալ նորից անանիզմի, էլի։ Անանիզմը որովհետև այնպես բան է, ավելի բարդ նարկոտիկ է, քան թե ասենք գերային, չնայած ամեն ինչի իր տեղում տարբեր բաների վրա է ազդում, ես այդ մանրամասները չգիտեմ, ես մանրամասն չեմ օգտագործել թմրանյութ կամ նույնիսկ ծխախոտ չեմ օգտագործել, որ մնաց թմրանյութ, ու ձեզ էլ եմ առաջարկում նույն կերպով վարվել, լավագույն կերպը ձեր մտածումների, ձեր ապրումների, եթե ուզում եք ունենալ, հաստատակամության անցնելուց հետո, դա պետք է չսպասել արագ արդյունքների, ինչ է, հիմա եթե ընկնենք օրերով հաշվենք, այսօրը սենց անցավ, վաղան հենց անցավ, բնականաբար անել է, ինչ են ասում, գիշերախաբություն էլ է լինելու առաջի 2 ամսվա մեջ, մի քանի անգամ կարող է լինում, ուրեմն պետք է չհանձնվեք դրանից հետո։ Կենսաբանական հասարակ բան եմ բացատրում, որ օրինակ այդ գիշերախաբությունները նրանից է լինում, որ դուք սովորացրել եք անանիզմի ձեր օրգանիզմին, այսինքն անընդհատ դատարկում եք սերումը, կարող է մեկը օրը մի անգամ, ինչ որ հաղորդումներ եմ նայել YouTube-ով, որ ասում է մեկը 4 անգամ օրեկան անանիզմով է զբաղվել, ու բժիշկն էլ նենց հանգիստ ձայնով բարձ, եք սա պաթոլոգի խոսում է, բացատրում է, սենց, բայց այդ չէ էլի մեթոդը, իրանք մեթոդը կյանքում չեն ասի, ճիշտ մեթոդը, Վազդիարժանյայի ընդհանրապես դեմ են բժիշկները, են Մալեշևայա ինչա, Ռուսաստանում որ կա, չեմ իշխում անունը, դրանք էլ սաղ դեմ են խոսում, ստեղ հարցը հետևյալն է, որ անցնում եք հաստատակամության, պետք է ընդհանրապես ոչ մի նկար չնայեք, որովհետև նկարները առաջի 3-4 ամսվա ընթացքում, ասենք նկար չեմ ասում մեր նկար, ընդհանրապես պետք է հեռու մնաք կանացի թեմաներից, շփումներից, առաջի 3-4 ամսվան է վերաբերվում։ Կյանքին նայեք ավելի հետևյալ, ավելի բաց աչքերով, ասենք չընկնեք միայն այդ թեմաներից խոսեք մարդկանց, առաջարկում ընդհանրապես ոչ մեկի չասել, որ դուք հաստատակամություն եք անցել, որովհետև եթե ասում եք մարդկանց, դա նրանք ընդունում են որպես մարտահրավեր բանավեճի, որ իրանք ապացուցեն, իրանք ոչ մի թեմա չկարդացած, գրքեր չկարդացած այդ թեմայով, կսկսեն ասել բախի սենց, բախի ինձ, դրա համար ոչ մեկին մի ասեք, դուք ձեր էներգիան կուտակեք, այդ կունդալինի էներգիա նաև բանի մեջ են ասում, կանդալինի, այդ էներգիա, որը բարձրանում է վեր, ներքին չակրաներից, հաստատակամության վաղ տենց այդ էներգիան ակտիվանում է, եթե բացարձակ հաստատակամ եք, ոչ նկար եք նայում, ոչ վիդեո,
ոչ փողոցում ինչ որ մեկի հետևից, այլ արդեն կենտրոնանում եք ձեր անձնական աճի վրա։ Այս թեման եմ ուզում առաջ տանել։ Հիմա մի հատված կդնենք Տրտադոնիկյանը, թե ինչպես է խոսում եւ ինչ վնաս է տալի անանիզմը։ Տրտադոնիկյանը հոգեվոր զարգացած մարդ է, ճիշտ է, ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, բայց շատ հոգեվորիչ է, որ ինքը նույնպես խոսած այդ անանիզմի դեմ իր հաղորդումներից մեկի ընթացքում, եւ ես հիացած եմ, որ նա չամաչեց, ասենք, չքաշվեց, որովհետեւ մարդիկ կան քաշվում են, իսկ նա պարզ ասեց, որ վնաս է տալիս անանիզմը։ Կարամ, ասենք 10 անգամ կամ 50 անգամ սեռական կապ ունենամ։ Ինչքան ինքը շատ ունենում, այդքան ինքը կամք չունի, փալաս է։ Այդտեղ մի հատ էլ այդտեղ պետք է հասկանանք, որ դա էլ է կարևոր։ Դրա կրթություն չունեն, այսինքն ունեք սամուրայներին, որ կրթում են, իրանք պետք է հասկանային, ոչ թե ասում որ ժուշկա լինեն, բայց դա պետք է իր տեղը օգտագործի, այսինքն նաև խոսքը, եթե մարդը շատ է խոսում, անիմաստ է, իմաստը խորում է իր խոսքը։ Դադարքություն է, այսինքն պետք է ինքը կարող փոքր կարճ խոսքի, բայց տեղ հասնող իմաստ ունենա, տենց էլ նույնիսկ սեռական էներգիան պետք է չկորցնեն, այսինքն փոքրուց շատ բժիշկներն ասում են անանիզմը դրական բան է, բայց այդ տեղից սկսած, որ դա շատ բացասական երևույթ է, եւ կամքը թուլանում է մարդու տղաների, ու աղջիկերքին էլ։ Եվ այտենց սկսած պետք է ճիշտ օգտագործեն այդ էներգիան, այսինքն իմաստալից եւ տեղին, ոչ թե ամենտեղ ցրեն։ Դրանից իրանց կամքն է թուլանում եւ ազգի կամքը։ Եվ ընդհանուր համընդհանուր։ Դա էլ պետք է դա էլ կրթվեն, այսինքն այդտեղ կրթություն բացարձակ չկա այդ հարցում։ Այդ ոլորտում։ Ինչա պետք։ Ձեզ պետքա կամքի ուժ։ Ես ժամանակին մասնակցել եմ հակածխախոտային ակցիայի, դե բնականաբար այն գլխից է ես ծխախոտի տենց նարկոտիկին, ալկոհոլին դեմ էի, էլի։ Ու գնացի, իրանք ինչ ասեցին, որ եթե մարդը ծխում է, ծխել է գենետիկայի վրա իր կարա ազդի, շատ ուժեղ կերպով վատ ազդի, որ հիվանդ երեխա ծնվի, ասենք տղամարդը սպերմատոզոիդները հիվանդ արդեն կառուցվածքով առաջ գնան, էլի, այսինքն հիվանդացած գենետիկ ֆոնդ փոխանցի, ասում է 6 ամիս պետքա չծխի, 6 ամիս այդ մարդը պետքա չծխի, որ անցնի իր օրգանիզմից ծխախոտի այդ ծխախոտի տված վատ ազդեցությունը։ Պատկերացնում եք, իսկ եթե կանայք են ծխում, կանանց ընդհանրապես ավելի վտանգավոր է, կանանցը կարող է չես իմանում, որ ձվաբջիջն է, որ արդեն կոդավորվել է ծխախոտի կողմից, որ ձվաբջիջն է, որ ալկոհոլը քայքայել է իր շերտը ու թույներ է ներմուծել այդ օրգանիզմ։ Դրա համար ընդհանրապես համ տղամարդիկ, համ կանայք ոչ պետք է օգտագործեն ալկոհոլ, ոչ պետք է ծխախոտ օգտագործեն։ Նույնը անցնենք անանիզմի թեմային։ Անանիզմը հոգեբանական այնպիսի խնդիրներ է առաջացնում, որը ասենք հասարակ խոսակցական բաներով չես կարա բացատրես, հոգեբանական, այսինքն ընկճվում է կամ միտքը չի կարում իր արտահայտի մինչև վերջ, էլի, ինչ ուզում է ասած են, չի կարում արտահայտի այդ միտքը։ Այսպիսի խնդիր է առաջ գալիս։ Դրա համար ինձ թվում է մի 7 տարի պետք է որ լրիվ անցնի, որ անանիզմը թողեք անցնեք հաստատակամության, որ հոգեբանական բոլոր շերտերը անցնեք, ասենք դուք սկսեք արդեն ձեր կյանքով զբաղվել, ուժեղացնել ձեզ։ 7 տարին ինձ թվում է դա մինիմալ բանն է, որ դուք ձեզ փոխեք, ձեր վրա աշխատելով ձեզ փոխեք։ Հոգեբանության տեսանկյունից, իսկ ֆիզիոլոգիայի տեսանկյունից, եթե մկանները ուժեղանում է, դե բնականաբար զբաղվում ես այդ հաստատակամությունով, եթե օրինակ զբաղվում ես ծանր ատլետիկայով, ինչպես ասում են բոդիբիլդինգով կամ բռնցքամարտով, բշամարտով, ուշույով, ուշու
մարտարվեստ արևելյան չինական մարտարվեստ քունգֆուեն ասում նաև այդ ամենը իրոք օգնում է որ ռեակցիան տեղը լինի մարդու ռեակցիան արագանում է կարան հարվածներից անենց արագ խուսափես դիմացինի որ արագության տակ հասնես իրանը խփես այդ ամենը օգնում է էլի հաստատակամությունը այդ ամենին օգնում է ես անձամբ այն ժամանակ շատ էի սիրում չինական կինոներ նայել ու նաև մարտարվեստով էի զբաղվում բռնցքամ մարդ էի զբաղվում ու արևելյան մարտարվեստ երկուսը համատեղել էի ուզում էի չեմպիոն դառնալ ճիշտ է ես չկարողացա դառնալ չեմպիոն եւ փոխվեց իմ ուղղությունը կյանքի այդ բաներից հրաժարվեցի բայց տեխնիկան մնաց մոտս հարվածների արագության ռեակցիայի եւ այդ ամենը հաստատակամության բազայի շնորհիվ էր հաստատակամության անցնելու ժամանակ հաստատակամության ես անցա այն ժամանակ երբ որ չինական մի ֆիլմ էի նայում շաոլինի մարտիկների մասին եւ այնտեղ այդ թեմա օգտագործվեց հետեւյալ որ մեկը պետք է ինչ-որ ռիտուալ աներ գիտեք էներգետիկ դպրոց է նաև շաոլինը ասենք նրանք մագիայի են տիրապետում ինչ յուրահատուկ մագիայի այդ ռիտուալի ժամանակ պետք էր որ սենց ասած կույս լիներ այսինքն հաստատակամ երեխա լիներ ով որ անում էր այդ ռիտուալը եւ միանգամից նկատեց վարպետը իրենց շաոլինի վարպետը որ փոքրն է պետք է գա այդ ռիտուալ անելու ավելի փոքր է որովհետեւ այն մեկը արդեն խախտել էր հաստատակամությունը մի քիչ ավելի մեծը դե բնականաբար այդտեղից ես սկսեցի խորանալ այդ թեմայով տարբեր նույն այն ժամանակ չգիտեի որ հաստատակամություն բառը հայերենում օգտագործում սեռական զսպվածություն դե ռուսերենում վազերժանիա ու շատ քիչ թեմաներ կար վազերժանիայի մոտավորապես 11 տարի առաջվա 12 տարի առաջվա բան եմ ասում սկսեցի հետաքրքրվեցի հետո ժամանակի հետ արդեն ես համոզվեցի որ դա ճիշտ է անցա հաստատակամության գտնելով թեմա որը արդեն YouTube-ում էին մարդիկ հրապարակում ինձ շատ հետաքրքիր դարձավ այդ ու գնալով սկսեցի այդպես ասած կենտրոնանալ այդ ամենին իմի խոսքը մի քիչ փոխեմ այսօր հաստատակամությունը ավելի դժվար է պահելը քան այն ժամանակները մարդկանց համար էլ ընդհանուր մասայի համար եմ ասում ոչ թե իմ համար շատ հեշտ է դա որտեղ ես ընդհանրապես այդ ռեժիմով ապրում եմ այստեղ հետաքրքիրն է որ հենց ասենք դու ինչ որ բան ուզում ես դա չի լինում հենց չես ուզում մեկ էլ հայտնվում է երբ որ ես սկսեցի հաստատակամության անցնել մեկ էլ իմ Facebook-ան էջում սկսեցին հրապարակվել տարբեր կազինոների, գիշերային ակումբների, ինչ որ տենց կիսամերկ նկարներ ու դրա հետ պետք է համակերպվես, այդ ինչ որ էներգետիկ կամ ինչ որ զուգադիպություն է կամ ինչ որ էներգետիկ կապեր ունի, չեմ հասկանում ինչի այդպես, բայց մեկ էլ սկսում են տարբեր ծանոթություններ, աղջիկներ, ինչ որ տենց բաներ տարբեր տեսակի գրում են Facebook-ով, բան, որ դու իրանց չես ճանաչում, մեկը գրում են, հետաքրքրություն են դրսևորում քո հանդեպ, որ ոչ մի բան առանց գրելու, ուղղակի ասեմ, որ այդպիսի բան կա։ Հետո ընդհանուր կյանքում էլ են սկսում շփվել, դե ասենք գիտեք, որ անանիզմից նաև ակնե է լինում, երեսին պզուկներ են լինում մարդկանց, տղաների էլ աղջիկների լինում է պզուկը այդ անանիզմից, մեջքին էլ լինում նայած ով ինչ ով որտեղից է թույլ, ընդեղից է լինում այլ այսպես ասած մաշկի առումով ընդհանրապես անանիզմը այդպես է, այդ պզուկները անցնում է հաստատակամության անցնելուց հետո մարդկանց մոտ լրիվ անցնում
մի 6-7 ամիսը դիմանում եք ու արդեն ոչ մի բզուկ բնականից անցնում է ու ոչ մի դեղ, ոչ մի սոդայա ջուր, չգիտեմ, տենց բաներ ընդհանրապես պետք է չի։ Այդ հաստատակամության շնորհիվ ամենը անցնում է։ Ավելի հետաքրքիր է, որ էներգիան է սկսում շատանալ մարդու։ Յուրահատուկ տեսակի էներգիա է ավելանում, անբացատրելի։ Սենց ասեմ, եթե մարդը անցավ հաստատակամության, մի անգամից անցավ հաստատակամության, էլ հետ չնայեց, էլ ոչ մի բան չնայեց, այդ մարդուն հալել է։ Այդ մարդը կարա իրոք շատ մեծ հաջողությունների հասնի։ Ուրեմն հաստատակամության անցնելու ժամանակ այդ ամբողջ գեղձերը, չակրաները գեղձերի հետ են աշխատում։ Սկսում են յուրահատուկ էներգիա առաջացնել, որը բարձրացնում է էներգետիկ տոնուսը մարդու, սենց նպատակասլացության էներգիա տալիս մարդուն, որ ինքը սկսում է յուրահատուկ կերպով բարձրացնել իր աուրան, լավ ազգում, ասենք կողքից նայողը կմտածի, այս մարդը չի հոգնի կյանքում, այտենց անընդհատ ինքը գեր էներգետիկ վիճակում է լինում, մոտիվացիա է առաջանում մոտը, որ մոտիվացիայից ուզում է սենց ոնց որ իր նպատակը դնի ու հասնի, այդ նպատակին հասնելու համար այնքան էներգիա դնում, այնքան սենց չի կանգնում, ասում է կարևորը նա չէ, որ դու դանդաղ ես գնում, կարևորն այն է, որ դու ընդհանրապես չես կանգնում։ Твой брат знает, что ты так поздно разгуливаешь? Да пошел ты. Это ребята тебя научили? Дерьмо. Не нервируй меня. Когда я был в твоем возрасте, во всей округе была только одна девчонка, которая так разговаривала. Что ты делаешь? У тебя зубы пожелтеют. Мне желтые зубы нравятся. Дыхание у тебя как из мусорной ямы. Мне мусор тоже нравится. Мусор никому не нравится. А девчонка с грязным ртом выглядела неплохо, но никто из парней не назначал ей свидания. Почему? Ребята смеются, когда ты материшься, но потом ты заработаешь репутацию. Тебя никто не будет уважать. Никто. Придется употребить плохое слово. Шлюха. Понимаешь? Если будешь слова матерные употреблять, закончишь шлюхой. Но мне 12. Не имеет значения, что тебе 12. Тебе не нужно взаправду быть такой, просто продолжай вести себя так, и получишь эту кличку. Лет через 20 люди будут говорить: «Эй, помнишь Мари? А, та маленькая шлюшка, которая околачивалась возле закусочной. О да, теперь ее припоминаю». Они не тебя будут помнить, а твою репутацию, понимаешь? У тебя друг есть? Нет у тебя друга. А почему? Потому что ты околачиваешься с этими идиотами по углам. С ними куда ни придешь, они лимоны выжатые. Водись с хорошими людьми, заимей хороших друзей, обзаведись отличными друзьями. Если люди будут класс, то и друзья будут класс. Простая арифметика. Надеюсь, что ты не будешь, что я хотел сказать. Ты надеешься, что я не буду вести себя как шлюха, так? Да, что-то в этом духе. Спокойной ночи, Рокки. Доброй ночи, Мари, будь осторожна. Рокки, да пошел ты, тупой.